Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում պետք է չլինի։ Եվ ասեմ ինչու, որովհետև անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ եւ ուզենալ անկախ պետություն կառուցել։ Անդրադառնալով Հայաստանի տարածքում ադրբեջանական դիրքի բարելավման վերաբերյալ պնդումներին, վարչապետը հիշեցրեց պաշտպանության նախարարությունը տվել է մանրամասն պարզաբանում, հերքելով տարածվող լուրը։ Կա հստակ քարտեզ, կա հստակ գիծ դե յուրե նշանակություն ունեցող, ինչ ցույց է տալիս, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Նա հիշեցրեց, որ իհարկե կան տարածքների հետ որոշակի խնդիրներ, որոնք էլ կլուծվեն սահմանազատման գործընթացում։ Հիմա գիտեք, ձեր հարցի մեջ մի հատ այսպեսի շեշտել կա, ոչ միայն ձեր հարցի մեջ, ասում եք խաղաղությունը, շատ լավ խաղաղություն չի կարող, պատերազմ կա, ես տեղյակ չեմ։ Երեք թե Հայաստանի վարչապետը եւ թե Ադրբեջանի նախագահը տարբեր հարթակներից հայտարարեցին, որ հաստատված խաղաղությունը չի մնացել թղթի վրա, այլ 7-8 ամիս է չկան կրակոցներ, կա առևտուր։ Արդյոք հասունացել է պահը եւ մինչեւ ընտրություններ հնարավոր համարում եք փաստաթղթի վերջնական ստորագրումը։ Կասկած չունեմ, որ այդ խաղաղաձայնագիրը կստորագրվի։ Հիմա կստորագրվի ապրիլին, մայիսին, հունիսին, սեպտեմբերին, թե երբ, դա երկրորդ խնդիրն է, բայց կստորագրվի։ Բայց շատ կարևոր է արձանագրել եւ թերևս առաջին անգամ է կամ առաջին անգամ եթե չէ, հիմա արդեն ավելի հստակ է համընկնումը Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների։ Վարչապետի խոսքով նույնիսկ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրված լինելու պայմաններում խաղաղությունը հաստատված է եւ հիմա պետք է խոսել խաղաղությունն ամրապնդելու եւ անշրջելի դարձնելու մասին։ Որովհետեւ Հայաստանում էլ կան ուժեր, ենթադրում եմ Ադրբեջանում էլ կան, ովքեր այդքան էլ գոհ չեն խաղաղությամբ եւ պիտի փորձեն հետ շրջել խաղաղությունը։ Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս պետքա տեր կանգնենք հաստատված խաղաղությանը եւ այն դարձնենք անշրջելի։ Հաղորդակցությունների հետ կապված Հայաստանն առաջ է գնում եւ աշխատում է շատ ակտիվ, վստահեցրեց վարչապետը, ընդգծելով, որ կառավարությունը ձգձգելու որևէ պատճառ չունի եւ րոպե առաջ այդ խնդիրը ցանկանում է լուծել։ Ավելին, մեր երկիրը պատրաստ է Կորնիձորից երասխով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության կապը։ Հիմա մենք փաստացի Ադրբեջանի երկաթուղուց օգտվում ենք։ Չենք ուզում, որ մեր օգտվելը լինի միակողմանի։ Ուզում ենք, որ մենք էլ համապատասխանաբար քայլ-քայլի դիմաց մենք էլ մեր քայլը անենք։ Նաև Իրանում տեղի ունեցող իրադրությունների պայմաններում է առաջարկվում այս երթուղին, քանի որ վարչապետն ասաց, որ Իրանի հարավով կարծես կապի հետ կապված խնդիրներ կան, իսկ այս երթուղին է առաջարկվում, որովհետև այլ երթուղի չկա, որ պատրաստ ճանապարհ ունենա։ Այսինքն դա այսօր հնարավոր է օգտագործել։ Երասխի հատվածում մի փոքր վերանորոգման անհրաժեշտություն կա, բայց նույնիսկ առանց վերանորոգման այսօր էլ մեքենա կարող է գալ անցնել։ Հարցին, թե արդյոք Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենը պաշտոնից հեռացվել է վարչապետի ցուցումով այն բանի համար, որ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Արցախի վերաբերյալ գիրք է նվիրել, Նիկոլ Փաշինյանը հաստատեց, իր ցուցումով է եղել եւ որ ասել է Էդիտա Գզոյանը ազատման դիմում գրի, նրա արարքը համարելով կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ ու սադրիչ գործողություն։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։